The Best Platform-ը մի հարթակ է, որի նպատակն է հավաքագրել եւ ներկայացնել Հայաստանի առաջատար ընկերությունների, կազմակերպությունների, գործարարների, արտադրողների, ինչպես նաեւ առողջապահության ոլորտում լավագույն մասնագետների ներկա ռեսուրսները։ Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որը կարող է մարդկանց միավորել եւ ճանաչելի դարձնել միմյանց, որպեսզի ամուր եւ վստահելի կապեր ստեղծվեն ծառայություն մատուցողի եւ սպառողի միջեւ։ The Best Platform-ը յուրօրինակ հարթակ է, որը համախմբում է տվյալ ոլորտի լավագույններին մեկ տեղում առաջարկելով որակ, որը փնտրվող արժեք է եւ համապատասխանում է սպառողի պահանջներին։ Միացեք The Best Platform-ին, որպեսզի միասին քայլենք ժամանակի նորարարություններին համընթաց։ Շնորհակալություն ենք հայտնում Թուֆենկյան ավանդական Երևան հյուրանոցին նկարահանումներին աջակցելու համար։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք կրկին The Best Platform տիրույթում եք։ Օնլայն հարթակ, որը միտված է իր շուրջ համախմբել առողջապահական ոլորտում մեծ փորձառություն ձեռք բերած բարձրակարգ մասնագետների, ովքեր ունեն բազմամյա փորձ եւ անցել են մասնագիտական երկարատև ուղի։ Հարթակի նպատակն է դառնալ ձեզ համար վստահելի տեղեկատվական աղբյուր, օգնել ինչու չէ նաեւ ուղղորդել գտնել ձեր նախընտրելի մասնագետին։ Այսօր արդի բժշկությունը օրեցօր առաջընթաց է ապրում եւ բնականաբար մենք պետք է քայլենք նորարարությունների զարկերակին համընթաց։ Այսօրվա զրույցի թեման կանանց առողջությունն է եւ իրականության մեջ տարածում գտած անպտղությունը։ Սիրով ներկայացնենք մեր հյուրին, ում հետ բազմիցս անգամ առիթ ենք ունեցել զրուցել bestgroup.am կայքի տիրույթում։ Բժշկուհի, ով դժվարին պահերին մշտապես կանգնած է իր բուժառուների կողքին, հաճախ անհնարինը դարձնելով հնարավոր, ով առանձնանում է ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային բարձր արժեքներով բժշկուհի, ում համար մասնագիտությունը եւ առաքելություն է եւ կոչում։ Մեր զրուցակիցն է Շենգավիթ բժշկական կենտրոնի մարդու վերարտադրության բաժանմունքի գինեկոլոգ, էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ, անպտղությունը դատավճիռ չէ գրքի հեղինակ Մարգարիտա Գրիգորյանը։ Բարև ձեզ բժշկուհի, շատ շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես նաև ողջունում եմ ձեզ, բազմիցս շփվել ենք bestgroup.am կայքի տիրույթում, ուրախ եմ, որ հիմա նաև օնլայն հարթակ ունեք, ձեզ մաղթում եմ հաջողություն։ Բժշկուհի, շնորհավորում ենք ձեզ գարնանային գեղեցիկ մեկամսյակի տոնի կապակցությամբ, մաղթելով ձեզ առողջություն, անսահման սեր, կանացի երջանկություն եւ մասնագիտական բազում հաջողություններ։ Վստահ եմ, որ այսօր մեզ շատ հետաքրքիր զրույց է սպասվում։ Շնորհակալություն, հուսամ։ Ինչպես կներկայացնեք ձեզ բժշկուհի։ Ես Մարգարիտա Գրիգորյանն եմ, գինեկոլոգ, էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ, երկու հրաշալի տղաների մայր,
ով սիրահարված է իր մասնագիտությանը եւ հավատում է հրաշքներին։ Ինչու ընտրեցիք նաև ռեպրոդուկտոլոգիան։ Ռեպրոդուկտոլոգիան ընտրեցի, որովհետեւ երեխայի ծնունդը ինձ համար հրաշք է եւ ես ռեպրոդուկտոլոգիայի մասնագիտության շնորհիվ դառնում եմ այդ հրաշքի իրագործողը, այդ հրաշքի մասնակիցը։ Ինչն է ձեզ համար կյանքի իմաստը։ Տարիների ընթացքում հասկացա, որ կյանքի իմաստը հենց կյանքը ապրելն է։ Այդ օրը ապրել այնպիսին, ինչպիսին այդ օրը կա, իր մարտահրավերներով, իր ուրախություններով եւ տխրություններով։ Պետք չի սպասել վաղվա օրվան, փնտրել կյանքի իմաստներ, թե վաղը ինչ կլինի, մյուս օրը ինչ կլինի։ Այդ օրը պետք է ապրել հնարավորին ուրախ, երջանիկ, եթե պետք է տխրել, եթե հնարավոր է ուրախանալ եւ մաքսիմալ երջանիկ կյանքով այդ օրով ապրելով։ Հավատում եք Աստծուն։ Այո, հավատում եմ շատ եւ բժիշկներից շատերն են հավատում Աստծուն, որովհետեւ ամեն օր մենք ականատես ենք լինում Աստծո հրաշքի կատարմանը մեր ձեռքերով։ Ովքեր կարող են ձեզ դիմել։ Ինձ կարող են դիմել դաշտանային ցիկլի խանգարումով կանայք աղջիկները, կարող են դիմել անպտուղ զույգերը, կլիմակտերիկ խանգարումով կլիմաքսում գտնվող կանայք եւ այն կանայք եւ աղջիկները, ովքեր ուզում են սառեցնել իրենց զվաբջիջները։ Ինչն է ամենադժվարը ձեր մասնագիտության մեջ։ Իմ մասնագիտության ամենադժվար պահերից մեկը դա այն է, երբ որ քո անպտղության բուժման մեթոդները էֆեկտիվ չեն անցնում եւ դու պիտի պացիենտին բացատրես, թե ինչու այդպես եղավ։ Ցավոք սրտի ամբողջ աշխարհում արտամարմնային բեղմնավորումը եւ անպտղության բուժման մյուս մեթոդները 100%-անոց երաշխավորված արդյունք չեն տալիս։ Եվ մեր դեպքում նույնպես։ Լինում են դեպքեր, որ պացիենտները հղիանում են ուշ մի քանի արտամարմնային բեղմնավորման փորձից հետո եւ մեր գործի դժվարությունը նա է, որ համոզել, հավատացնել իրենց, որ մեկ անհաջող, երկու անհաջող փորձը դեռ վերջը չէ, պետք է չհուսահատվել, շարունակել պայքարը։ Ժամանակակից ինչ մեթոդներ է կիրառում անպտղության բուժման ժամանակ։ Անպտղության բուժման ժամանակ մենք կիրառում ենք անպտղության կոնսերվատիվ բուժումը, այսինքն դեղորայքային բուժումը։ Մենք ներարգանդային սերմնավորումների մեթոդն ենք կիրառում ամուսնու կամ զուգընկերոջ սերմով կամ դոնորի սերմով եւ արտամարմնային բեղմնավորումը։ Մեր պացիենտները երբեմն կարծում են, որ եթե իրենք դիմեն ռեպրոդուկտոլոգի, անպայման պիտի իրենց արտամարմնային բեղմնավորում առաջարկվի, բայց այդպես չէ։ Մենք միշտ փորձում ենք սկսել հնարավոր հեշտ մեթոդից, այսինքն անպտղության կոնսերվատիվ բուժումից կամ ներարգանդային սերմնավորումներից։ Եթե այդ երկու մեթոդը չեն հաջողվում, նոր մենք ստիպված դիմում ենք արտամարմնային բեղմնավորման։ Ինչպես եք որոշում, թե տվյալ զույգին որ մեթոդը առաջարկեք անպտղության բուժման համար։ Կան դեպքեր, որ դու հստակ գիտես, որ այս պացիենտի դեպքում միայն այս մեթոդը կարող է աշխատել, օրինակ արտամարմնային բեղմնավորումը, բայց լինում են դեպքեր, երբ որ դու ուզում ես անհատական մոտեցում ցուցաբերես եւ դժվարանում ես, որ մեթոդից սկսես, ինչպես վարվես, որ դեղորայքով անես։ Այդ դեպքերում ես միշտ այսպես եմ մտածում, ինչպես կվարվեի, եթե ես լինեի այդ պացիենտի տեղում, ինչպես կուզեի, որ ինձ վարեին այս դեպքում։ Եվ երբեմն հեշտանում է այդպես որոշում կայացնելը եւ ավելի ճիշտ ուղղությամբ գնալը։ Երբ պետք է ձեզ դիմեն կլիմաքսում գտնվող կանայք։ Կլիմաքսը դաշտանադադարի այդ շրջանը կանանց մոտ երբեմն դժվար է անցնում։ Նրանք ունենում են գանգատներ, ունենում են այդ շոկի զգացում, տագնապային երևույթներ, առատ քրտնարտադրություն, նաև հոգեբանական խնդիրներ են ունենում եւ մեր հայ կանայք կարծում են, որ դա նորմալ է եւ այդ դժվար պահը իրենք պիտի հաղթահարեն, անցնեն այդ բոլոր դժվարությունների միջով ինքնուրույն։ Սակայն ես ուզում եմ ասեմ, որ այդ շրջանը հնարավոր է հեշտ հաղթահարել։ Կյանքի այդ դժվար փուլը պետք է անցնել բժշկի հետ միասին, ստանալ համապատասխան հորմոններ, որոնք այդ փուլում ձեզ մոտ պակասել են, եւ այդ դեպքում դուք չեք ունենա այդ դժվար գանգատները եւ ավելի հեշտությամբ կհաղթահարեք դժվարին այդ շրջանը կանանց համար։ Հնարավոր է արդյոք հղիանալ կլիմաքսից հետո եւ մինչեւ որ տարիքային շեմը։ Այո, կլիմաքսից հետո հնարավոր է հղիանալ, սակայն պետք է իմանաք, որ այդ հղիությունը արդեն լինելու է դոնորական ձվաբջիջներով եւ այդ բալիկը գենետիկորեն ձեր հարազատ երեխան չի լինում։ Այո, այդ երեխաները շատ սիրված են լինում,
բայց ես դրա համար հորդորում եմ բոլոր կանանց, որ եթե հնարավոր է հղիության պլանավորումը մի հետաձգեք, որովհետև կլիմաքսից հետո այո դուք կարող եք հղիանալ, բայց արդեն դոնորական ձվաբջիջներով։ Իսկ տարիքը մեր երկրում մինչև 53 տարեկանն է թույլատրված, եթե 53 տարեկանը լրանում է, արդեն նույնիսկ դոնորական ձվաբջիջներով հղիություն պլանավորել հնարավոր չէ։ Անհնար է արդեն դառնում։ Երբ պետք է կանայք դիմեն ձվաբջիջների սառեցման համար։ Ձվաբջիջների սառեցման համար ցանկալի է դիմել մինչև 38 կամ գոնե մինչև 40 տարեկանը։ Շատ կանայք ինձ դիմում են 40 տարեկանից հետո, որպեսզի պահպանեն իրենց ձվաբջիջները, իսկ այդ տարիքում ես ստիպված եմ լինում իրենց մերժել, քանի որ մեթոդը շատ ցածր էֆեկտիվություն ունի 40 տարեկանից հետո։ Շատ աղջիկներ կանայք մտածում են ինչու սառեցնեն ձվաբջիջները օրինակ 35 տարեկանում, եթե օրինակ 38-ում իրենք կարող են ամուսնանալ եւ բալիկ ունենալ։ Այո, կարող է այդպես պատահի, բայց կարող է չամուսնանալ, բայց այդ պահպանված ձվաբջիջները իրենց ապահովագրությունն է, իրենք դրանով ապահովագրում են իրենց, որպեսզի ավելի հանգիստ լինեն, ունենան իրենց սեփական սառեցված ձվաբջիջները, որ եթե հետագայում օրինակ 40-ից հետո ուզենան բալիկ ունենալ, կարող են օգտագործել այդ սառեցված ձվաբջիջները եւ շատ հորդորում եմ դրա համար դիմել մինչեւ 40 տարեկանը։ Քաղցկեղի բուժումից առաջ ինչու է պետք ձվաբջիջների սառեցում կատարել։ Քաղցկեղի բուժումը գոնադոտոքսիկ է, այսինքն կանանց դեպքում վնասում է ձվաբջիջների քանակը եւ որակը, տղամարդկանց դեպքում սերմի որակը։ Եվ մեր երկրում նույնպես, բայց շատ եվրոպական երկրներում դա արդեն վաղուց ընդունված օրենքի պես բան է, որ քաղցկեղի բուժումը սկսելուց առաջ կանայք եւ տղամարդիկ պիտի դիմեն ռեպրոդուկտոլոգին եւ սառեցնեն իրենց սեռաբջիջները, ձվաբջիջները կամ սերմը։ Եվ ես հորդորում եմ նաեւ, որ եթե շատ ծայրահեղ վիճակում չի պացիենտը, թե մասնագետները, թե պացիենտները իմանան այդ մասին, որ այդ 10 օրը, որ իրենք պիտի անցնեն ձվարանների խթանում, ձվաբջիջների սառեցում կամ սերմի հանձնում եւ սառեցում, չհետաձգեն, չմտածեն, որ դա այդքան էլ կարևոր չի, որտեղ եթե իրենք ունեն ռեպրոդուկտիվ խնդիրներ, այդ քաղցկեղի բուժումից հետո խնդիրները ավելի դժվար կլինի հաղթահարել եւ երբեմն անհնար կլինի։ Քանի անգամ կարելի է կատարել արտամարմնային բեղմնավորում, եթե հղիություն չի գրանցվում։ Հստակ սահմանափակում կամ արգելված ինչ-որ մի անգամներ չկա։ Կարելի է կատարել այնքան անգամ, քանի դեռ դուք բալիկ եք ուզում։ Այո, որովհետև ես ունեմ պացիենտներ, որոնք հղիացել են 12-րդ արտամարմնային բեղմնավորման փորձից, 10-րդ փորձից։ Իհարկե դժվար ճանապարհ է դա, երբեմն թե հոգեբանորեն, թե ֆինանսապես դժվար է, այո, բայց հստակ արգելված, որ այսքանից հետո չի կարելի այլևս փորձել, չկա։ Իհարկե, եթե մենք դասական արտամարմնային բեղմնավորման մեթոդով չենք կարողանում շուտ հղիություն ստանալ, մենք կարող ենք առաջարկել օրինակ փոխնակ մայրություն, դոնորական սեռաբջիջներով արտամարմնային բեղմնավորում կամ ավելի մոդիֆիկացված արտամարմնային բեղմնավորման տեսակներ, օրինակ բնական ցիկլով արտամարմնային բեղմնավորում, բայց ամեն դեպքում իմացեք, որ երբեմն այդ ճանապարհը դժվարին է լինում, բայց պայքարելու դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Արդյոք արտամարմնային բեղմնավորումը չի բարձրացնում կնոջ մոտ քաղցկեղի առաջացման ռիսկը։ Անպտղություն բուժում անցած կանանց քաղցկեղի հետ կապված հետազոտությունները ցույց են տվել, որ մի փոքր բարձրանում է ձվարանի քաղցկեղի ռիսկը։ Ինչպիսի շատ չնչին է այդ ռիսկը բարձրանում, տարեկան 100,000 դեպքից 3 ավել դեպք է գրանցվում այն կանանց մոտ, ովքեր անցել են անպտղության բուժման միջով։ Սակայն պիտի ասեմ, որ ձվարանի քաղցկեղի ռիսկը առանց այն էլ բարձր է անպտղություն ունեցող կանանց մոտ, էնդոմետրիոզ ունեցող կանանց եւ չծննդաբերած կանանց դեպքում։ Եվ միանշանակ ասել, որ այս 3 ավել դեպքը տարեկան 100,000-ից, որ գրանցվում է, դա արդյոք անպտղության բուժման պատճառով է գրանցվել, թե ի սկզբանե այդ կանայք ունեին բարձր ռիսկ ունենալով անպտղություն, էնդոմետրիոզ կամ չծննդաբերած լինելու պատճառով, հնարավոր չէ միանշանակ ասել։ Ինչ վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղի, արգանդի քաղցկեղի եւ արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում հետազոտությունները չեն ցույց տվել, որ անպտղության բուժումը կարող է բարձրացնել այդ քաղցկեղների ռիսկը։ Եվ
պետք է ասեմ, որ զարմանալի է, բայց մի չնչին նաև բարձրանում է վահանաձև գեղձի քաղցկեղի ռիսկը։ Սակայն դա միանշանակ չէ, եւ մենք կանանց ասում ենք, որ այդ բարձր ռիսկ ասելով նկատի ունենք շատ չնչին բարձրացման մասին։ Բժշկուհի, ովքեր կարող են պետպատվերի շրջանակներում օգտվել անպտղության բուժման ծրագրից։ Անպտղության հաղթահարման պետպատվերի ծրագիրը բավականին ընդլայնվեց վերջին տարվա ընթացքում եւ կարող են դիմել անզավակ զույգերը 2 տարի անպտղության դեպքում, 20-ից 36 տարեկան կնոջ տարիքի դեպքում, կարող են դիմել այն զույգերը, ովքեր ունեն 1 բալիկ, բայց 2 տարվա անպտղություն է եւ կնոջ տարիքը մինչեւ 36 տարեկանը ներառյալ է եւ կարող են դիմել միայնակ կանայք 28-ից 42 տարեկանը։ Անպտղության հաղթահարման պետպատվերի ծրագրի շրջանակում մենք կարողանում ենք կատարել անպտղության հետազոտում եւ բուժում, ներարգանդային սերմնավորումներ եւ արտամարմնային բեղմնավորում։ Արտամարմնային բեղմնավորումը անզավակ կանանց եւ միայնակ կանանց նույնպես կարող են անել մինչեւ 40 տարեկանը ներառյալ։ Անպտղության բուժումը մեր երկրում ինչ մակարդակի վրա է։ Անպտղության բուժումը մեր երկրում բարձր մակարդակի վրա է։ Մասնագետները բոլորը վերապատրաստված եւ բանիմաց են, կենտրոնները հագեցած են, այդ թվում մեր կենտրոնը վերջին տեխնոլոգիաներով, ես ուզում եմ հորդորեմ, որ անպտղության բուժման համար պետք չէ արտերկիր մեկնել եւ բարձր մակարդակով դա կարող է կազմակերպվել մեր երկրում եւ նաեւ շատ ուրախալի է, որ մեր երկրում կա պետպատվերի ծրագիր, որ կա պետական հոգացություն եւ հովանավարչություն անպտղության բուժման համար։ Բժշկուհի, հարցազրույցի վերջում կխնդրեի ձեր խորհրդով, ինչու՞ չէ նաև ձեր հորդորով դիմել մեր հանրությանը եւ մեր հետևորդներին։ Ինչ կմաղթեք իրենց։ Քանի որ ես աշխատում եմ կանանց հետ, ես ուզում եմ հիմնականում մաղթեմ մեր կանանց եւ մայրերին լինեն երջանիկ, առողջ, մտածեն իրենց առողջության մասին, գնան տարեկան բուժզնման եւ նաեւ ապրեն այսօրվա օրով, այսօրվա մարտահրավերները հաղթահարելով, այսօրվա օրից ստանալով մաքսիմալ ուրախ պահեր եւ մաքսիմալ երջանիկ պահեր։ Բժշկուհի, շատ շնորհակալ ենք մեր այս հետաքրքիր եւ բովանդակալից զրույցի համար։ Մաղթում ենք ձեզ անձնական եւ գործնական հաջողություններ ձեր մասնագիտական ոլորտում։ Հուսամ մեր հանդիպումները շարունակական կլինեն, կհանդիպենք։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, անչափ շնորհակալ ենք, որ հետևում եք մեզ։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ հետևեք բժշկության նորարարական բուժմոտեցումներին։ Միացեք The Best Platform-ին, որպեսզի միասին օգտվենք այս հնարավորությունից ճանաչել մեր լավագույն բժիշկներին։ Մնացեք առողջ եւ միշտ դրական լիցքեր տարածեք ձեր շուրջը։ Սիրով ձեզ համար The Best Platform։ Շնորհակալություն ենք հայտնում Տուֆենկյան ավանդական Երևան հյուրանոցին նկարահանումներին աջակցելու համար։